Ժողովների անցկացումը շատ կարևոր է, անշուշտ, ասի լավ արիթմն է Հայաստան եւ Սփյուռքի բոլոր մեր ժողովուրդը կողքովի քարու եւ Սփյուռքի եւ Հայաստանի հիմնախնդիրները արձարծելու եւ գուսանք որ արդյունավետ ժողովներ գլան, անշուշտ կմասնակցենք այսօր Սուրիահայ օժանդակության հիմնախնդիրներու նիստին եւ ինչպես Սփյուռք Հայաստանի կորձակցության նիստին մասնակցեցա եւ ասեմ որ շատ ժողովուրդը խանդավառ է որով ասպիսի համաժողովը գազմագերբված է շատ կարեւոր է Սփյուռք եւ Հայաստանի գաբերը ամրապնդելու եւ անշուշտ մեր աբական Հայաստանի եւ Սփյուռքի միջև կորձակցությունը ամրապնդելու եւ ինչ որ պետք է մեր հայրենիքին համար մենք պատրաստ ենք Սփյուռքը անելու շատ կարեւոր է այս ժողովը արիթմն է մեզի համար մտքերու փոխանցում լալու մեր փորձառությունները լա Սփյուռքի մեջ լա Հայաստանի մեջ միասնապար կողքովի բերելու եւ կորզիցնելու մեր աբակայի Հայաստանի հզորացման համար Կին Մարաշյան, Հայաստանի Սփյուռք համագործակցության տարբերակներից է նաև այստեղ Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարը, բազմաթիվ են նաև այսօրվա համաժողովին գործարար հատվածի Սփյուռքի մասնակիցները։ Վարչապետը համաժողովի բացման սկզբում խոսեց Հայաստանում սփյուռքահայ ներդրողների համար նպաստավոր պայմաններ ստեղծելու մասին։ Ուզում եմ իմանալ ձեր տեսանկյունից որքանով են նպաստավոր այդ պայմանները այսօր Հայաստանում, որպեսզի սփյուռքահայ մեր գործընկերները այստեղ ներդրումներ անեն բիզնես ոլորտում։ Շատ կարևոր է եւ իսկապես զգալի է, որ սփյուռքահայերը պատրաստ են Հայաստանի մեջ անշուշտ իրենց անձնական, այսինքն միջոցներով կան եւ կորձեր հաստատեն, բայց Տշպախտապար ատկարելությունները քիչ մը դժվար են, բայց ուրախ եմ, որ վարչապետը նկատի առած է այս հարցը, որովհետև Սփյուռքի մեջ մանավանդ նոր սերունդը, երիտասարդ սերունդը պատրաստ է գալու եւ Հայաստանի մեջ կորձ, այսինքն սկսելու կամ հայթայթելու եւ պիտի փափակենք, որ պետությունը իրենց կողմեն այս հարցը լուծե, որպես երբ որ սփյուռքահայերը գուքահոս կորձերը հաստատելու ավելի Չիրուն ջամփաները գտնա, որովհետև ամեն մեկ անհատ որ գուքահոս կորցնելու բավական դժվարություններու թեմ գտնվի եւ գուսամ որ եւ ուրախ եմ որ վարչապետը այս հարցը նկատի առած է ինչպես որսի մեր նոր սերունդը պատրաստ է գալու եւ մեր հայրենիքի մեջ սկսելու աշխատելու եւ հիմք տնելու եւ գուսամ որ պետությունը ատկոմ է as հարցը գլուծե որովհետեւ մեզի համար ավելի թյուրին գլա սփյուռքահայերով մասնակցելու եւ բերելու իրենց Կին Մարաշյան, իսկ այսօր ինչ խոչընդոտներ եք տեսնում ներդրումների համար երկրում Հայաստանը ինչ պետք է անի այդ առումներով այդ խոչընդոտները վերացնելու համար Այդ հարցով Ճիշտ ասածս դժվար է պատասխանելը, բայց գիտեմ որ պետական կամ կառավարության Հայաստանի գոմե մեր գոմեն այս խոչընդոտները շատ են, բայց կուսանք որ այս բոլորը գրնանք միասնապար Սփյուռք եւ Հայաստան միասնապար այս հարցերը լուծեն, այսինքն միակ ջամփան է ինչպես որսի Սփյուռքահայերը միշտ հայրենիքին հետ գապվելու անկախդելիորեն գապված ենք մենք Հայաստանի Ես միան գուզեի փապակ մհայտնել հոս, որ մեր հայրենագիցները, որոնք ծնած են եւ ապրած են Հայաստանի մեջ եւ այսօր գտնվին Սփյուռքի ափերուն դարբեր երկիներու մեջ շատ լավ դիտելար որ այդ հայրենագիցները վերադառնան իրենց հայրենիքը, իրենց ծննդավայրը եւ օգտակար լան իբրև հայ իրենց հայրենիքին այսինքն երբ որ Հայաստանին ելած են Սփյուռք կհամարվին, բայց միևնույն ադեն իրենց այդ գաբը որ ունին Հայաստանի հետ շատ ամրապնդված չէ եւ լավ դիտելավ իրենք վերադառնան եւ օգտակար լան իրենց հայրենիքին։ Սփյուռքայի մեր շատ գործարարներ հատկապես նախորդ տարիներին ներդրումներ արեցին շինարարական բիզնեսում եւ ըստ էության տանուլ տվեցին, որովհետեւ խաբվածի կարգավիճակում հայտնվեցին Հայաստանում։ Ուզում եի հասկանալ վստահության առումով կառավարությունը մեր ստեղծում է այդ վստահության մթնոլորտը, որպեսզի այդուհետ այդ ամենից հետո նորից շարունակվի ներդրումներ անել Հայաստանում։ Վստահությունը ժողովրդի մեջ ասեմ որ այդքան էլ չգա, բայց մենք պիտի շարունակենք Սփյուռքահայերը ինչպես որ ասեցի անկախդելիորեն կապված են հայրենիքին,
բոլոր դժվարություններով կան շատ խոչընդոտներ եւ հարցեր, բայց ինչպես որ ասեցի, մենք չենք ուզում այդտեղ գտնել, ուզենք շարունակել մեր հայրենիքի ինչ-որ կարևորագույն հարցեր կան։ Եվ համաժողովում Արա Աբրամյանը հետաքրքիր միտք հնչեցրեց ստեղծել համահայկական տնտեսական միություն, որտեղ ըստ էության պետք է հավաքվեին բոլոր գործարարները եւ Հովիկ Աբրամյանը նրա առաջարկությամբ պետք է գլխավորի այդ միությունը։ Ուզում եմ ձեր կարծիքը իմանալ, որքանով է այդ միության անհրաժեշտությունը եւ ինչ կտա դա առհասարակ։ Այդ կետին չեմ գնար, ես իրականության մեջ կարծիքս տալ, որովհետեւ տնտեսական հարցով սպասում ենք ավելի փարեսիրական իբրև հոմ փարեսական գազམ་ագերբություն ենք, բայց Կարծեմ շատ լավ գաղափար է, եթե հաջողի, ինչու՞ չէ, այսինքն տնտեսական այդ հարցերը ըլլա Հայաստանի մեջ բոլոր այս հարցերը միևնույն ադեն, այսինքն կարելի է լուծում գտնել։